Պարոն նախարար, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Երևանում արած հայտնի առաջարկին արդեն հաջորդել են կոնկրետ գործնական քայլեր, կարող եք թարմ տեղեկություններ ներկայացնել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ։ Ես ուզում եմ նախ հետևել մեկնաբանություն անել, որ Միացյալ Նահանգների հետ մենք ստորագրել ենք 1-2-3 համաձայնագիրը, որը մեզ հնարավորություն է տալիս ուսումնասիրել ատոմականների կառուցման նաև ամերիկյան տեխնոլոգիաները, եւ այդ առումով այո, սա կարևոր իրադարձություն է, որովհետեւ մենք կարողանանք նաև ուսումնասիրել ամերիկյան կողմի առաջարկը, իրենք եւս հարուստ փորձ ունեն մոդուլային ատոմականների կառուցման մասով, կառուցման process-ում էսպային գտնվող ամերիկյան մի քանի ընկերությունների մոդուլային ատոմականներ կան, եւ կարծում սա մեզ լավ հնարավորություն է տալիս ուսումնասիրել նաև ամերիկյան կողմի ունեցած փորձը այս ուղղությամբ։ Մենք այս պահին գտնվում ենք Հայաստանի Հանրապետությանը տրված տարբեր առաջարկներ, տարբեր երկրների առաջարկներ ուսումնասիրելու մասով, որպեսզի այն եւ համապատասխան լինի մեր էներգետիկ համակարգի կարիքներին, նաև ֆինանսական կտորը հաշվի առնելով, եւ այս ամբողջ ուսումնասիրությունը իրականացնելուց հետո մենք կորոշենք, թե ինչ մոդելի ատոմական ենք կառուցում, որովհետեւ մենք այս պահին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է ատոմականի ընդհանրապես տեսակը, դա փոքր ռեակտորներից կազմված մոդուլային ատոմակայան է։ Որ երկրների եւ որ ընկերությունների հետ են ընթանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ քննարկումներ եւ մոտավորապես երբ է նախատեսվում ամփոփել դրանց արդյունքն ու վերջնականաբար հայտարարել Կապալառուի անվանումը։ Մենք մի քանի երկրներից ունենք առաջարկ, այդ առաջարկները ստացել ենք տարբեր ժամանակներում, մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Կորեայի, նաև ֆրանսիական կողմի առաջարկ ունենք, այդ տարբեր ընկերությունների մասին է խոսքը, կան երկրներ, որոնց դեպքում առաջարկներ ունենք մեկից ավելի ընկերություններից, մենք ունենք նաև ստեղծված փակ բաժնետիրական ընկերություն, որը գտնվում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համակարգման տիրույթում, եւ այդ ընկերությունը պետք է ուսումնասիրի բոլոր առաջարկները եւ նաև մասնագիտական կարծիք տա Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որպեսզի կառավարության ընդունած որոշումը ավելի ճիշտ, պրոֆեսիոնալ եւ Հայաստանի էներգետիկ կարիքներին ավելի համապատասխան լինի։ Մենք այս պահին որոշում կայացնելու հարցում չենք շտապում, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ շատ երկրներում մոդուլային ատոմականները գտնվում են լիցենզավորման փուլում կամ կառուցման տարբեր էտապներում, եւ կարծում եմ, որ մենք 2027 թվականի ընթացքում կկայացնենք այդ որոշումը, 26 թվականի ավարտին կամ 27 թվականի ընթացքում, եւ դրանից հետո արդեն կանցնենք նախագծման փուլի, որին արդեն կհաջորդի Կապալառու ընկերության որոշումը եւ շինարարական աշխատանքներ կսկսեն ընթանալ։ Նշեցիք տարբեր ընկերություններ, իսկ թիվ կա քանի ընկերության է դա գնի։ Մեկ տասնյակից քիչ ընկերություններից ենք առաջարկներ ստացել, որը սակայն մեծ թիվ է հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունները, արդեն թվարկեցի նաև այն երկրները, որոնցից մենք առաջարկներ ենք ստացել եւ որոնց մասով ուսումնասիրություններ ենք իրականացրել։ Հայեկի անձնակազմը, նաև տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության էներգետիկ բլոկի պատասխանատուները այս ընթացքում գործուղվել են տարբեր երկրներ, որտեղ տեսել են եւ ռեակտորների կառուցման ընթացքը եւ նաև շինարարական աշխատանքներ, եւ սա մեզ օգնում է այս ինֆորմացիան ճիշտ որոշում կայացնել։ Ի վերջո, ինչու է որոշվել նախապատվությունը տալ ատոմակայանի մոդուլային տարբերակին, որն է դրա հիմնական առավելությունը գործող ատոմակայանի նկատմամբ, հաշվի առնելով, որ մոդուլային ատոմակայանները նորույթ են, կան դրանց հետ կապված հանգամանքներ, որոնք այնուհանդերձ պետք է հաշվի առնել որոշում կայացնելիս։ Մենք մոդուլային ատոմակայանի տեսակը ընտրել ենք առաջին հերթին հաշվի առնելով Հայաստանի էներգետիկ պահանջները եւ նաեւ Հայաստանի էներգետիկ համակարգի յուրահատկությունները։ Որն է յուրահատկությունը, որը հիմնական պատճառ է դարձել ընտրել մոդուլային տեսակը։ Դա Հայաստանում արևային էներգիայի շարունակաբար զարգացումն է եւ արևային էներգիայի ծավալի տեսակարար կշռի ավելացումն է մեր էներգետիկ համակարգում։ 2024 թվականի եւ 2025 թվականին էական աճ ենք արձանագրել այս ուղղությամբ եւ արդեն 2025 թվականին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններին եւ այս թիվը շարունակաբար աճում է։ Սա իհարկե հրաշալի նորություն է ընդհանուր դիվերսիֆիկացիայի տեսանկյունից, բայց նաեւ ծավալի ավելացումը արևային կայանների տված արտադրանքի որոշակի դժվարություններ է առաջացնում էներգետիկ համակարգի կառավարման առումով։ Ինչ նկատի ունեմ, արևային կայանները իրենք օրվա որոշակի ժամերի եւ տարվա որոշակի սեզոնների արտադրվող էլեկտրաէներգիա են կարողանում էներգետիկ համակարգ մղել, ինչը մեզ
շատ հաճախ ստիպում է մեր հիմնական հզորությունները լիցքաթափել։ Մասնավորապես հաճախ անհրաժեշտ է լինում մեծամորի ատոմակայանը աշխատեցնել իր հզորության մոտավորապես 60%-ով, 70%-ով, երբեմն նույնիսկ դրանից ավելի ցածր։ Գոյություն ունեցող մոդուլային ատոմականները հնարավորություն են տալիս իրենց արտադրանքի ծավալը առանձին մոդուլների հաշվին արտադրողականությունը իջեցնել ընդհուպ մինչև 20%։ Սա լրացուցիչ ճկունություն եւ լրացուցիչ անվտանգություն է հաղորդում մեր էներգետիկ համակարգին, ինչը շատ կարեւոր է։ Սրան գումարած նաեւ մոդուլային ատոմականներ իրենք ավելի քիչ ծախսատար ատոմակայաններ են եւ նաեւ հաշվարկված է հետեւյալը, որ մեծ հավանականությամբ մենք վերջում կունենանք ամենամատչելի սակագինը, եթե ընտրենք մոդուլային ատոմականի տեսակը եւ հետեւաբար այս երկու հատկանիշները, բայց առաջին հերթին էներգետիկ համակարգում լրացուցիչ ճկունությունն ապահովելն է մեր գլխավոր շարժառիթը, որ մենք որոշել ենք Հայաստանում կառուցել մոդուլային տեսակի ատոմակայան։ Այսինքն ուսումնասիրվելու են նաեւ հնարավոր ռիսկերը։ Բոլոր ռիսկերը ուսումնասիրվում են նաև ֆինանսական հատվածը, հետագա շահագործման, վառելիքի հետ կապված հատվածները եւ այս ամբողջ որոշումը կընդունվի այսին նշած բոլոր գործոնները հաշվի առնելով։ Արդեն որոշված է թե քանի էներգաբլոկ եւ ինչ հզորություն պետք է ունենա ապագա այդ մոդուլային ատոմակայանը։ Էներգաբլոկների թիվը որոշված չէ, որովհետև այդ էներգաբլոկները իրենք տարբեր հզորությամբ են, 50-ից մինչև 150-200 մեգավատ դժվարսկային հզորությամբ էներգաբլոկներ կան։ Ընդհանուր տրամաբանությունը այն է, որ այն պետք է իր հզորությամբ համադրելի լինի մեծամորի ատոմականի գործող հզորությանը, այն է 400 մեգավատ հզորություն, գուցե որոշակի փոքր ծավալով գերազանցի մեծամորի ատոմականի հզորությունը, գուցե որոշակի փոքր ծավալով ավելի պակաս արտադրողական լինի, բայց մեր պատկերացումը այն է, որ պիտի համադրելի լինի այս երկու ատոմականների արտադրանքը իրար։ Որքանով է հավանական, որ մեծամորի ատոմակայանը կգործի մինչև 2046 թվականը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս չէր բացառել ատոմակայանի գործունեության ժամկետը 2036 թվականից հետո եւս մոտ 10 տարով երկարաձգելու հնարավորությունը։ Հիմա մենք մեծամորի ատոմականի շուրջ ունենք հետեւյալ իրավիճակը, այս պահին մեկնարկելու են առաջիկայում մեծամորի ատոմականի շահագործման ժամկետի երկարացման երկրորդ ծրագիրը, որը հետևյալն է մեծամորի ատոմականի շահագործման ժամկետը երկարացնել 2026 թվականից մինչև 2036 թվականը։ Մենք այս 10 տարին փորձելու ենք օգտագործել նոր ատոմակայանի մոդելի ընտրության, շինարարության մեկնարկի եւ վերջնարդյունքում նոր կառուցվող մոդուլային ատոմակայանը Հայաստանի Հանրապետության էներգետիկ ցանցին միացնելու եւ ինտեգրելու մասով։ Եթե այս process-ի արդյունքում անհրաժեշտություն առաջանա ավելի երկարացնել 2036 թվականից հետո եւս մեծամորի ատոմակայանը պահել էներգետիկ համակարգում, ապա դա ենթադրում է, որ շահագործման ժամկետի երկարացման լրացուցիչ միջոցառումներ պետք է իրականացնենք, որը այո տեխնիկապես հնարավոր է, բայց նաեւ պետք է հասկանանք նպատակահարմարությունը, որովհետեւ հնարավոր է ունենանք այդ ժամանակ այնպիսի իրավիճակ, երբ որ մենք կառուցված, պատրաստ եւ էներգետիկ համակարգին միացած ունենանք նոր մոդուլային ատոմական եւ մեծամորի ատոմականի շահագործման ժամկետի երկարացման անհրաժեշտություն չլինի։ Բայց տեխնիկապես այո հնարավոր է մեծամորի ատոմականի շահագործման ժամկետը երկարացնել նաև 2036 թվականից հետո, բայց մենք փորձելու ենք մեզ տրված 10 տարի ժամանակը օգտագործել այնպես, որ դրա անհրաժեշտությունը չլինի։